Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քո կյանքը պատահականության արդյունք չէ։ Ուզում եմ վստահ լինես, որ քո լույս աշխարհ գալը եղել է Տեր Աստծու կամքով։ Նա փափագել է, որ դու ծնվես։ Նա դեռ շատ վաղուց էր ծրագրել քո լույս աշխարհ գալն ու կյանքիդ օրերը։ Ահա թե ինչ ենք կարդում 139-րդ Սաղմոսի 16-րդ խոսքում. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ դեռ անպատրաստ էր, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար»։ Սիրելի՛ բարեկամ, աստվածաշնչյան այս հատվածում գեղեցիկ կերպով խոսվում է մեր հանդեպ Աստծո ունեցած անսահման խորը սիրո և հոգատարության մասին։ Քո ծնվելը որոշվել է հենց Իր՝ Արարչի կողմից։ Նրա ծրագրերը քո կյանքի համար կատարյալ են, և ոչ ոք չի կարող հակառակվել դրանց։ Գուցե դու ընտանիքում այնքան էլ սպասված չես եղել կամ, եթե անգամ սպասված ես եղել, այնուամենայնիվ չես ստացել այն սերն ու ջերմությունը, որը սովորաբար ստանում են մյուս երեխաները։ Գուցե մանկության տարիներին և անգամ դրանից հետո եղել ես մերժված ու անտեսված։ Եթե այդպես է, ապա չսիրված ու մերժված լինելու զգացողությունդ կարող է հետևել քեզ մինչև հիմա, և հնարավոր է, որ հասուն տարիքում նույնպես զգաս դրա ճնշող ազդեցությունը քո կյանքի վրա։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր Տիրոջից հատուկ ուղերձ ունեմ քեզ համար, և այն հետևյալն է՝ քո ծնվելը պատահականություն չի եղել։ Դու սպասված ես եղել ու սիրված քեզ կյանք պարգևած Աստծու կողմից։ Նրա սերը քո հանդեպ երբեք չի նվազել և երբեք չի մարի։ Ահա թե ինչ է Աստված ասում Իր Խոսքի մեջ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վստահել են Տեր Աստծուն և այս կյանքն ապրում են Նրա կամքին համահունչ։ Հույս ունեմ, որ դու նույնպես որոշել ես ճանաչել Տեր Աստծու կամքն ու քո կյանքը համապատասխանեցնել Նրա ակնկալիքներին։ Եթե այո, ապա հետևյալ խոսքերը նաև քեզ են ուղղված. քո անունը գրված է կյանքի գրքում (տե՛ս Հայտնություն 3:5 խոսքը)։ Քեզ դիպչողը Աստծու աչքի բիբին է դիպչում (տե՛ս Զաքարիա 2:8 խոսքը)։ Քեզ վրա Նրա անունն է կոչված, և դու ստեղծված ես Տեր Աստծու փառքի համար (տե՛ս Եսայիա 43:7 խոսքը)։ Դու ստեղծված ես Աստծու պատկերով և նմանությամբ (տե՛ս Ծննդոց 1:27 խոսքը)։ Դու Աստծու ձեռքի գործն ես և մարդկանց առջև Նրա անունը սրբացնելու միջոցը (տե՛ս Եսայիա 29:23 խոսքը)։ Նայի՛ր քեզ Աստծու աչքերով։ Դու իրապես հրաշալի ես արարված։ Դու Տեր Աստծու իմաստության և ստեղծագործ մտքի, ողորմածության և սիրո կենդանի ապացույցն ես։ Ապրի՛ր այս կյանքը որպես Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ և քո շրջապատում շատ շատերը երախտապարտ են լինելու, որ Աստված արարել է քեզ ու լույս աշխարհ է բերել քեզ նման մարդու։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։